Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ է, ընդդիմադիրներին կրկին անհանգստացնում է արցախյան բանակցային գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։ Ես ուզում եմ խոսեմ այն հարցնեմ այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019 թվականի հունիսին։ Նայում ես բավականին լավ փաստաթուղթ է։ Ամրագրվում է այն մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը։ Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ։ Ուզում հասկանամ, դուք այս փաստաթղթին ինչ արձագանք եք տվել։ Վարչապետ Փաշինյանը նախ Աստվածաշնչից է մեջբերում անում։ Ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարին, որտեղ բառացիորեն ասվում է հետևյալը. ճանաչել իմաստությունը եւ խրատը, ընկալել հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրան լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորույն ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Հետո պատասխանում պատգամավորի հարցին։ Սա գիտեք ինչի մեջ բերեցի, որովհետեւ շատ կարեւոր է առաջինը կարդալ եւ հասկանալ թե ինչ է գրած, որովհետեւ այն ինչ որ դուք ասցիք, ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետքա տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Եվ մեկնաբանությունը այդ թվում եղել է այն, եւ դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն պետքա ըստ Ադրբեջանի մեկնաբանության պետքա տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում եւ նրան պետքա մասնակցեն Լեռնային Ղարաբաղ, ինչ նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն, նշանակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւ այլն եւ այսպես շարունակ։ Խաչատրյանն արձագանքում է։ Ես իհարկե փորձում եմ ճանաչել իմաստություն սխրատերի իմանալս բանս հանճարով, բայց չեմ մեջբերի Աստվածաշունչը, բայց մեր դասարանի Հովսեփյան Մուրադն ասում է սփխեչը մարտի 8-ը կտրում է։ Դուք սկսել եք բանակցությունները ձեր սեփական կետից։ Ինչ նամակ ա գրել Սերժ Սարգսյանը, իդեպ մի քանի տենց նամակ ա եղել։ Եվ ինչ հայտարարություն ա արել ՀԱԿ գործող նախագահը 96 թվականի դեկտեմբերին, դա մետաֆիզիկա էր։ Այս իրավիճակը, որը ստեղծվել է, եւ այս փաստաթուղթը, դա մեծ պայթյունից հետո ստեղծված իրականությունն է։ Եվ այդ իրականության մեջ դες առաջարկվել է փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը ոչինչով սահմանափակված չի լինելու, այո, Ղարաբաղի ժողովրդին ընտրության իրավունք է տրվելու։ Ուզում ես լինես անկախ, ուզում ես լինել Հայաստանի կազմում։ Փաշինյանն ասաց, թե բոլոր փաստաթղթերում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։ Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցն ուղղված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Աշխատող աղքատը 2021 թվականին նվազագույն աշխատավարձով ավելի լավ էր ապրում, որովհետև 2000 դրամ էր պակասում նվազագույն իր ծախսը անելու համար, 5 տարի չգիտեմ ինչ քաղաքականություն եք իրականացրել, հիմա 7000 դրամ է պակասում։ Մյուսը նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերակցությունը նորմալ էր, 47% էր, 5 տարի չգիտեմ ինչ արեցիք, այդ աղքատ մարդկանց վիճակը ավելի վատացավ, դարձավ 35%։ Հիմա ասում եք, ոնց անենք, ինչ անենք, նաև խոստացել եք 85000 դրամ դարձնեք, իդեպ այդ թիվը որ դարձնեք, գոնե այս մասով խնդիրը
հնարավոր է լինում լուծել։ Այսինքն պարզ բան է, չէ՞, մարդը աշխատում է, ինչ եք ասում, աղքատ մարդու համար պետք է ստեղծեիք աշխատանք, որ նպաստից դուրս գալ գնալ աշխատել, բայց հակառակն է կարել, ավելի կախված եք դարձրել։ Մարդն օրինի բուն աշխատում է, օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ, բայց աղքատան։ Մանիպուլացնելը լավ բան է, բայց այտենց լույսի ներքո պետք չէ էլ այդ ամեն ինչը անել։ Դուք ասում եք աշխատող աղքատի նվազագույն աշխատավարձի եւ ասենք բանի պարենային զամբյուղների տարբերությունը, բայց մարդկանց թիվը, ասում եմ աղքատությունը նվազել է, այդ մարդկանց թիվը քչացել է, պարոն Ավետիսյան։ Այն մարդկանց թիվը, որոնք որ այդպիսի խնդիր կունենան նվազագույն աշխատավարձի եւ պարենային զամբյուղի տարբերությունների ավելի քիչ է եւ մենք տեսնում ենք այդ թվերը մեր ազգային վիճակագրական ծառայության հրապարակումները եւ նորից եմ կրկնում վստահ եմ մյուս տարի ավելի լավ է լինելու եւ ինչպես վարչապետը իր այսօրվա ելույթում նշեց բյուջեի ժամանակ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատությանը վերացնելուն, այսինքն ընդհանրապես որ չլինի, հուսով եմ կհասնենք մոտ ապագայում։ Խոսելով նախկին ղեկավարներից Փաշինյանը նշեց, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց վաղուց մրցակից չեն։ Եթե 2021 թվականին ընտրություններ էր, խորհրդանական ընդդիմություններ, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով եւ ինչ որ առումով դեռ կարելի էր որ քաղաքական մրցակից եւ մրցակցություն համարել, ես կարծիքով իրանք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Այսինքն այդ բանը անընդհատ հոգեդարձությամբ զբաղվել, դա խնդիրն է նա, որ այսինքն մենք լիքը բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունենք, որը չենք ասում միայն այն պատճառով, որ ստիպված ենք ապացուցել ակնհայտը եւ այնինչ ապացուցված է։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունն ու պետական շահը գերկարևոր է եւ այն պետք է պահել ռազմավարության կենտրոնում։ Ըստ Փաշինյանի, Հայաստանն այսօր ապրում է վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից շրջանը։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։